մենք ոչ միայն այդ հարցերն ենք բարձրացրել, մենք ամենասուր հարցերն ենք բարձրացրել, օրինակ մեր այնտեղ, երբ գտնվում ենք, այդ օրերին հաղորդում ենք տեսել իրենց հեռուստատեսությամբ, որը խնդիրներ էր պարունակում, ցույց էր տալիս Հայաստանի կողմից կամ հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ ոչ մարդկային ինչ-որ գործողություններ մասներ պատմում եւ այլն, եւ մենք այդ հարցերն ենք բարձրացրել եւ խոսել ենք, այո, անցյալի, եւ խոսել ենք այն մասին, որ եթե մենք գնում ենք խաղաղության, եթե մենք եկել ենք այստեղ նստել ենք եւ խոսում ենք խաղաղության մասին, ինչի համար է պետք հեռուստատեսությամբ նման բաներ ցույց տալ, նրանք էլ հղում են արել իներցիային, հղում են արել նույն անվստահությանը, հղում են արել նրան, որ եղել են մարդիկ, եղել են կազմակերպություններ, որոնք սնվել են դրանով եւ գումարներ են ստացել իհարկե տարբեր ֆոնդերից եւ տարբեր տեղերից եւ մեկ օրում հնարավոր չէ ամեն ինչ մի անգամից շուռ տալ, առաջարկել են դինամիկային ուշադրություն դարձնել եւ իսկապես դինամիկան որոշակիորեն դրական է, այսինքն եթե նախկինում խոսում էին 10 անգամ, հիմա խոսում են 8 անգամ կամ 7 անգամ։ Իհարկե դա բավարար չէ, իհարկե մենք խոսում ենք դրա մասին, մենք ասում ենք, որ չի կարող այսպես շարունակվել։ Այո, Հայաստանում էլ եղել են որոշակի խնդիրներ եւ կան որոշակի խնդիրներ, բայց այդ խնդիրները համեմատելու էլ չեն նրա հետ, ինչ Ադրբեջանում է կատարում, բայց որոշակի դինամիկա իհարկե նկատվում է։ Ես նշեմ մի հետաքրքիր բան, որ ինքս եմ անձամբ նկատել, երբ այնտեղ էի իրենց հեռուստատեսությամբ մի հաղորդում էի դիտում, որի ժամանակ խոսում էին Արցախի մասին, խոսում էին Արցախի անտառների, Արցախի բնապահպանական հաղորդում էր, բնապահպանության, կենդանիների եւ այլնի մասին եւ ասում էին, թե երկար տարիներ անտառները կտրվել են, կենդանիներին վերացրել են, ոչնչացրել են, հանքերը տալային են եւ այլն, բայց օրինակ Հայաստան բառը երբեք չհնչեց։ Հաղորդումը մոտավորապես 20-30 րոպեանոց է, ոչ մի անգամ չասացին, որ դա արել է Հայաստանը կամ հայերը, այլ բառը չհնչեց։ Սա որոշակի դինամիկա է։